Պարոն Հակոբյան, վաղար շաբաթում տեղ ունեցան թիմ ընտրություններ եւ որքան էլ որ սպասելի էր բոլոր հարցումները ցույց էին տալու, որ ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը պիտի հաղթի, չստացվեց, բայց միևնույն ժամանակ ԿՊ-ն 50+% չստացավ։ Ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը եւ ինչ վերլուծություններ ունեք այս մասով։ Ընտրությունների վերաբերյալ կարող եմ բաժանել երկու մասի։ Առաջինը դա իշխանությունների խարդախություններն էր, այսինքն առաջինը նրանք հասկացան, որ պրովինցիալ հատվածում ավելի շատ էլեկտորատ ունեն, այդ իսկ պատճառով հենց այդ նպատակով միացրեցին Խոյը Էջմիածնին։ Դրանից բացի իրանք Գյումրիից հասկացան, որ եթե Նիկոլ Փաշինյանը մտնում է ընտրապայքարի մեջ, դառնում է ընդդիմության սպարինգ պարտները, դա վնաս է տալի ԿՊ-ին, իրենց ավելի ձեռնտու է բերել մեկին, ով ունի տեղական հարգանք կամ վայելում է իր հոր հարգանքը, եւ Նիկոլին հերրու պահելով ընտրությունները ավելի շատ այն համակարգով, որ ձեր գյուղի տղան է, ձեր լոկալն է, համապետականի հետ կապ չունի, սա զուտ տեղային հարց է ու այդ համակարգով գնացին առաջ։ Դրանից զատ իմ պատկերացմամբ ամեն դեպքում, եթե հավաքական ընդդիմությունը կազմակերպված եւ ճիշտ աշխատեր, հաղթանակը հնարավոր էր, որովհետեւ մենք ամեն դեպքում ունենք բավականին տպավորիչ թվեր ընդդիմության կողմով։ Թե հաղթանակ դաշինքը, թե Մայր Հայաստան կուսակցությունը բավական ձայներ տարան եւ ցույց տվեցին, որ կարելի է ճիշտ աշխատել, սակայն դա չտարածվեց ընդհանուր դաշտին։ Մենք ցավոք սրտի ունեցանք իրավիճակ, որը ապացուցեց, որ երբեմն դաշինքները անհրաժեշտ են, որպեսզի ընդդիմադիր արդար քվեն չգնա վերջում իր 48%-ով հասնի Նիկոլին, պետք է հասկանալ ճիշտ օբյեկտիվ հաշվարկ անել եւ եթե միայնակ չունես այդ քաղաքական կշիռը, որպեսզի մասնակցես, ավելի լավ է մի քանի նման ուժեր միասին հանդես գան, այդ դեպքում իրենց թե կարոզ արշավը, թե վերջնական արդյունքը ավելի տպավորիչ կլինի։ Կարծում եմ սա շատ լավ դաս է ընդդիմության համար, հետագա համապետական ամենակարևոր ընտրությունների համար եւ ամեն բան պետք է անել, որ որևէ դեպքում այնպես չլինի, որ համապետականի ժամանակ 20-ից ավել տոկոս այս նույն համակարգով փոշիանա եւ մեծ մասով գնա իշխող ուժին։ Այդ ձայների փոշիացման մասին է ուզում հարցնել, ինչ անել դրա հետ, որ համապետական ընտրություններին այդ պատկերը չկրկնվի, ինչպես կարող օրինակ քաղաքական ուժը կարծում եմ, որ ինքը պիտի մասնակցի, ինչպես համոզել, չգիտեմ, կամ գուցե դաշինքներ կազմեն, ո՞նց եք տեսնում սրա լուծումը։ Մենք ունենք դեպքեր, որոնցից արդեն կարող ենք եզրակացություն անել, որ դաշինքները մեծ խմբերի դեպքում հնարավոր է բերեն բացասական ազդեցություն, այսինքն եթե երկու մեծ ուժ միանում են իրար, դա կարող է իրենց էլեկտորատներին կաշկանդել հակառակ կողմով, իսկ երբ փոքր ուժեր են, ապա այո, նրանք պարտավոր են միանալ, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա եւ լինի արդյունավետ։ Դրանից զատ իմ պատկերացմամբ մեր ընտրական օրենսգիրքը եւս ունի թերացումներ, որովհետեւ ունենք մի իրավիճակ, որով ստացվում է, որ մի քաղաքական միավոր, որը որ չի ստացել 50+1 քվե, դառնում է մեծամասնություն եւ իշխում է այդ քաղաքում։ Իմ պատկերացմամբ, եթե չի լինում, օրինակ Վոլոդյա Գրիգորյանի հաղթանակի պես իսկապես ջախջախիչ հաղթանակ, որ մեծամասնություն է, այդ դեպքում եթե ղեկավարությունը ստանձնող ուժը, չգիտեմ, 30 քանի կամ 40 քանի տոկոս է, այդ ժամանակ պետք է ինչ-որ փոփոխություններ անել, որպեսզի լինի ուժերի բալանս եւ եթե տվյալ քաղաքական միավորը բացարձակ մեծամասնություն ձեռք չի բերել, ինչ որ բալանսի բերող լծակներ, պաշտոններ եւ դիրքեր տրամադրել հակառակ կողմին։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանը այդ ընտրություններից հետո հայտարարեց, որ վաղար շաբաթցիները նոր լիցք են հաղորդել եկեղեցու վրա հարձակումների այս պլանում իր։ Արդյոք նման օրակարգ կար վաղար շաբաթցիների սեղանին դրած եւ արդյոք կարելի է 48%-ը համարել վաղար շաբաթցիների մեծամասնության կարծիք։ Առաջինը պետք է հիշել, որ դա մասնակիցների 48%-ն է, ցավոք սրտի մենք չկարացանք ընտրությունները բերենք այն քաղաքական աստիճանին, որ մասնակցությունը ավելի բարձր լիներ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքին եւ իր պայքարին եկեղեցու դեմ, ցավոք սրտի իրենք ունեն շատ լուրջ տեխնոլոգներ եւ շատ նորմալ աշխատում են եւ իրենք նախընտրական շրջանում Նիկոլին տարան հերու, բայց հաղթանակից հետո հետընտրականում բնականաբար Նիկոլը փորձելու է սա օգտագործել իբրև նոր գործիք եւ լիցք իր պիղծ պայքարի ընթացքի մեջ, ամեն դեպքում ինձ թվում է նրանք շոշափելու են անընդհատ իրավիճակը եւ այն պայն երբ հասկանան, որ իրապես ունեն հանրային մեծ զանգված, որը պատրաստ է գնալ այդ սրբապղծությանը, այո, Նիկոլ Փաշինյանը դրան կգնա։ Պատճառը, որ առ այսօր չի գնացել, դա այն է, որ ինքն էլ է հասկանում, որ իրականում դեռ նա չունի ոչ այդ ռեսուրսը, ոչ էլ հանրության մեջ այդ էներգիան կա, հանրության մեջ ցավոք սրտի կա մեծ վստահության պակաս թե իշխանության, թե ընդդիմության հանդեպ, դա շատ լավ ապացուցում է այն, որ երբ Նիկոլը անում իր կեղծ պատարակները, մենք տեսնում ենք, որ նախարարներ, ոստիկաններ,
մի ամբողջ պետական վերահսկողական անձնակազմ գալիս են միևնույնը նորմալ մեծ զանգված չի ստացվում եւ դրա հակառակ պատկերն էլ մայրաթորում էր Միքայել Սրբազյանի ձերբակալության օրը, երբ իմ պատկերացմամբ զանգերը հենց հնչեցին, պետք է մայրաթորը լեփլեցուն լիներ եւ նա այնպեսին չէր, այսինքն ավելի քիչ մարդ կար։ Թիմ ընտրությունները եւ առհասարակ ընտրությունները արդեն ունեն մեծ խնդիր, որովհետեւ ունենք իշխանություն, որը ցույց է տալիս, որ նա կամ սենց դաղալություններով հաղթում է, կամ էլ եթե պարտվում է, պարտվելուց հետո անմիջապես միացնում է իր ռեպրեսիվ համակարգը եւ սկսում է քաղբանտարկյալների քանակը մեծացնել, սկսում է մարդկանց խոսքի ազատության դեմ ոտնձգություններ իրեն թույլ տալ։ Մենք հասկանում ենք, որ նույն Երևանում, ինչու ենք մենք այսօր անդիմադիր ավականու անդամներ, այն պատճառով, որ փոքրամասնություն հավաքած գործող իշխանությունը կարացավ մանդատներ գողանա, այսինքն մենք չպետք է զարմանանք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ նոր եւ նոր մեթոդներ է ի հայտ բերում իր վերարտադրվելը ապահովելու համար, մենք պետք է որպես հակառակ կողմ մեխանիզմներ եւ ռազմավարություններ մշակենք, որոնք կօգնեն։ Այսինքն օրինակ նույն Մայր Հայաստանի դերը վաղարշաբթի ընտրություններում հենց դրա շատ լավ օրինակն է, որ տեսնում ես, երբ իշխանությունը անում է Միքայել, որով ապահովագրում է իր քվեն, քաղաքական անդիմադիր միավորը գնում է իր տեխնացուներին հենց այդտեղից է բերում, դրանով հենց ուղիղ վնաս հասցնելով գործող ուժին։ Իմ պատկերացումը հետեւյալն է, որ անդիմադիր ամբողջ դաշտը պետք է հենվի հաշվարկների վրա, վերլուծությունների վրա, պետք է անեն ճիշտ սոցիոլոգիաներ եւ թույլ չտան, որ էմոցիան կամ ինչ-որ հույսը իրանց տա թյուրի պատկերացումներ, որոնց արդյունքում իրենց արդարքվեն կգնա Նիկոլին։ Տեսեք, իշխանությունների այսպես խաղաքարտը հիմնական դա նախկին կամ նախորդ աստվածներն են, նրանց ժամանակ օլիգարխ եղածները, այնինչ որ որոշակի փաստեր է փորձում փնտրել, գտնել եւ տեսնում ես, որ օլիգարխները սրանց հետ են, այս իշխանության հետ են, օրինակ Արշավատի համայնք մարզպետի հետ կապված բացահայտում արել ժողովուրդ օրաթերթը, որ փաստորեն մարդը այնքան է օլիգարխացել, որ $33,000 արժեցող ժամացույց է գրում, մեկ այլ մարզպետ ԿՊԱ-ական 275,000 արժողությամբ ժամացույց է գրում, դոլարի մասին է խոսք եւ ինչու ընդդիմություն չի կարողանում սա տեսանելի դարձնել հանրությանը, որ սիրելի ժողովուրդ, մարդիկ, ովքեր միամտաբար հավատում են քաղաքացիական պայմանագրին, որ այս մարդիկ օլիգարխացած իշխանություններ են։ Մեդիայի եւ նաեւ տեխնոլոգիաների պայքար է գնում, ցավոք սրտի իշխող ուժը այդ հարցում ավելի ուժեղ է, հենց այդ պատճառով նրանք իրենց գլխավոր էլեկտորատը սարքել են պրովինցիան, հասկանալով, որ պրովինցիայի բնակչությունը ավելի սուղ տեսականի է ստանում տեղեկատվության, ավելի հեշտ է իրեն ենթարկել մանիպուլյացիաների եւ մենք տեսնում ենք մի վիճակ, որում որ Նիկոլ Փաշինյանը պարզապես բերել է մի իրականություն, որում որ այն բոլոր այսպես կոչված իր ասած նախկին թալանչիները, ովքեր որ պատճել են Նիկոլ Փաշինյանի կիսալուսինը եւ դարձել են իշխող ուժի մաս, իրենք այլևս նախկին չեն։ Իմ տեղեկությամբ թե Վաղարշապետի իրենց տեխնացուն, թե իրենց մարզպետ, այդ բոլոր մարդիկ նախորդ համակարգի աշխատողներ են, եւս իմ պատկերացմամբ իրենց արած բազում խախտումներ եւ գավառական աֆերիստությունները քաղաքականության մեջ մեծ մասը իրենք չեն հնարել, իրենք տեսել են իրենց նախորդ ղեկավարներից եւ իմպլեմենտացրել են այս գործընթացում։ Ցավոք սրտի, քանի տեղի չունենա իշխանափոխություն, մենք իրական պատկերը չենք ունենա, որովհետեւ ուժային կառույցները ամբողջապես ծառայում են Նիկոլ Փաշինյանին, այն քննիչները, դատախազները, դատավորները, որոնք այսօր սպասարկում են իշխանական օրակարգը, միայն իշխանափոխությունից հետո արդեն պարտադրանքի արդյունքում մեզ իրականությունը ցույց կտան եւ մենք կհասկանանք, թե ինչքան խախտումներ եւ հանցագործություններ են տեղի ունեցել Թալանի դեմ պայքարելու կոչով իշխանության եկած թալանչիները։ Լավ, գանք Երևանի քաղաքապետարան, որտեղ դուք Երևանում ավականի եք, ամեն տարի ձեր խմբակցությունը այդ հարցը իր ուշադրության կենտրոնում է պահում եւ բարձրաձայնում է նախատոնական ծախսերը շռայլորեն։ Այս տարի կա ուսումնասիրություն, ինչ վիճակ է, ինչքան փող են պատրաստվում մսխել Երևանում։ Թվերը բավականին մեծ են, դել հաստատված տեղեկության դեռ չեմ տիրապետում, գալիք ավական ունիստ առհասարակ մյուս տարվա ծախսերը ամբողջապես իր մեջ կներկայացնի, ինչպես նաև տեղական վճարների եւ հարկերի սահմանաչափերը։ Քաղաքապետարանում նույն խայտարակ իրավիճակն է տիրում, որը որ առհասարակ մեր հանրապետությունում է տիրում, այսինքն մենք ունենք այս վերջի ավական ունիստը թափանցիկության դեմ ավական ունիստեր, այսինքն անդադ հարցերը գնում են չզեկուցվող ֆորմատով, մեկ փաթեթով 15, 20, 30 հարց անցկացնում են
վերջին նիստին բերեցին մի հարց, որը կրկին աբսուրդ է, որովհետև իմ պատկերացմամբ իրենց մոտեցումը առհասարակ սխալ է։ Հիմա իրանք ասում են, որ մեզ պետք է եւս կես միլիարդ դրամ, որպեսզի մենք բացենք երթևեկության համակարգման կենտրոն։ Բայց իմ պատկերացումը հետեւյալն է, որ այս մարտիկ գործողությունները խառնել են իրենց տեղերով, դրա համար է կոլապսը ի հայտ է եկել։ Այսինքն սկզբում փոխանակ բացեին այդ կենտրոնը կամ ինչը ավելի իմ կարծիքով կոռեկտ կլիներ տրանսպորտի վարչությունը եւ տեխնոլոգիաների կառավարման արդեն գործող կենտրոնը, եթե արդյունավետ աշխատեին, եթե այս բոլոր արագ-արագ չարե փոխումները տեղի չունենային, կոլապսը եւս տեղի չէր ունենա։ Եվ իմ պատկերացմամբ 70 հոգի վերցնելով աշխատանքի որոցից 10-ից ավելին 1.5 միլիոն 700,000 աշխատավարձ են ստանում, բայց նշանակվելու են նույն քաղաքային իշխանությունների կողմից, իրապես կոլապսի հարցը չեն լուծելու, այլ ուղղակի ԿՊԵ-ականները կունենան եւս 70 ընտանիք, որոնք աշխատավարձի բերումով ստիպված կլինեն ընտրել ԿՊ։